Ջերմությամբ ու գրկախառնություններով են ընդունում Մուշ ու Անի թաղամասերում Գյումրու արտահերթ ընտրություններում հասկի ավագանտու ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանին, վստահում ու իրենց հավանությունն են տալիս վերջինիս նախընտրական ծրագրերին, որոնք առնչվում են սոցիալական, տնտեսական ու ներդրումային հարցերին։ Կամք է պետք այս քայլին գնալուց առաջ ես երկար եմ մտածել ու հասկացել եմ, որ եթե ունենաս կամք, եթե ունենաս տղամարդկություն, ամեն հարցն էլ կարելի է լուծել։ Ամենակարևորը սա է։ Եվ նույն ժամանակ Արտյոմ Թումանյանը ընդգծում է, որևէ ուժի համար չեն աշխատում, ներկայանում են իրենց դեմքով սեփական ծրագրով ու Գյումրեցուն հնարավորություն տալիս ճիշտ որոշում կայացնել։ Ընտրելով 5 համարին մերժում եք Ռոբերտ Քոչարյանի թեկնածուներին, ընտրելով 5-րդ համարին մերժում եք Սերժ Սարգսյանի թեկնածուներին, ընտրելով 5-րդ համարին մերժում եք Նիկոլ Փաշինյանի թեկնածուներին։ Այս է ճշմարտությունը։ Եվ այսօր որպես ես այլընտրանքային թեկնածու առաջադրվել եմ այս ընտրություններին ոչ թե պաշտոն զբաղեցնելու համար, այլ փրկելու մեր քաղաքը ձեզ հետ միասին։ Անօթևաններին կապահովեն բնակարաններով, մանկապարտեզները, մարզադպրոցները կլինեն անվճար, ներքաղաքային տրանսպորտը պատերազմում հաշմանդամություն ունեցող անձանց եւ զոհված զինծառայողների ընտանիքների համար կդարձնեն անվճար, 300 սննդի խանութների ծխախոտի եւ ալկոհոլի տեղական տուրքերը կհանվեն։ Այս դեպքում ինչպես է Թումանյանը պատկերացնում քաղաքի զարգացումը, նշում է. Ուրեմն մենք ունենք պայմանավորվածություն Գյումրի Սփյուռքի հետ, որ իմ ընտրվելուց հետո տարեկան $200 միլիոն է մտնելու հենց Գյումրի քաղաք Շիրակի մարզ։ Դա կազմում է ամսական $16 միլիոն։ Մեծ ներդրումների ֆոնին Թումանյանը խոստանում է լուսավոր, գունեղ, տոնական ու մշակութային քաղաք։ Պետք է մենք հասկանանք, որ կա մի այլընտրանքային թեկնածու, ով չի պատկանում այս կամ այն կուսակցություն են հենց գյումրեցիք ու թեկնածու եւ առաջադրված Կարեն Տեմիրջյանի կուսակցությունով։ Ինքը 30 տարի օգնել է մարդկանց։ Չասիբին է օգնե, դե Աստված, յանց թիկունքին է, յանքի կկայնի։ Ճանաչված է շատ դրական կողմերով, ունի արժանապատիվ անցած ճանապարհ։ Կուզեն այո, ինքը երնշ։ Խերջերին ասում արդ է։ Առաջի թեկնածուն ինքն է, աշխատած տղա է։ Մեկ բռունցք դառնալով ու միասնականորեն Արտյոմ Թումանյանի հորդորն է մարտի 30-ին գնալ ընտրատեղամասեր ու ընտրել 5-րդ համարին։ Մարտի 30-ին մեկ մարդու պես խաչակնքվեք, դուրս եկեք ձեր տներից, տրամադրեք 15 րոպե ժամանակ գնացեք, ձեր քվեն կատարեք եւ ինձ տրեք 5 տարի լծի տակ։ Ես կկատարեմ ձեր բոլոր ցանկությունները։